Շնորհակալ եմ շատ ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, սիրելի աշակերտներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, երրորդ օրն է արդեն մենք քննարկում ենք կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին 2025 թվականի զեկույցը եւ քննարկման արդյունքներում եւ քննարկումը ծավալվեց եւ եկավ դարձավ այն ինչը կոչվում է նախկին ներկա բանավեճ։ Սա տեղի ունեցավ, ընդ որում տեղի ունեցավ չնախատեսված հանգամանքների բերումով։ Ես ճիշտն ասած այսքան տեսարան առաջի անգամ էր, գուցե նախկինում չեմ նկատել, շատ պատահական հանգամանքների բերումով տեղի ունեցավ, որովհետև դե զեկույցը ներկայացնում ես, մեկ է տեսնում ես, այն դռնից ինչ-որ մարդիկ են մտնում, սենց արած, գալիս սենց ինչ-որ գործողություն են անում, սենց արած, էլի դուրս են գալիս, ասում եմ, այս ինչ հաշիվ է ժողովուրդ, այս ինչ հոսք է, մարդկանց այս ինչ հոսք է, չեմ տեսել տենց բան, ես 6 տարի պատգամավոր եմ եղել, 8 տարի վերջը եկել եմ այսքան, գոնե չեմ նկատել, գուցե եղել այլի չեմ նկատել, բայց որ սենց ինչ-որ սենց հոսքեր լինի, ասին մարդիկ գալիս են գրանցվեն, որ աշխատավարձ ստանան։ Այս մարդիկ մեզ 8 տարի է շշի են շարում, թե ինչ-որ բաներ, պարգևավճարներ, չգիտեմ ինչ, գալիս են թաքուն գրանցվում գնում, որ ենթադրենք մի քանի կոպեկ կամ բան ավել ստանան եւ արդյունքում ես դա ֆիքսեցի հրապարակեցի, իրանք ստիպված էին հետո գալ եւ մասնակցել ելույթների փուլին եւ ելույթների փուլին մասնակցելով մենք էլի եկանք հանգեցինք նախկին ներկա բանավեճին եւ դա փաստա չնայած ես ինքս այս ամբողջից նախկինում բազմիցս ասել եմ որ ժողովուրդ պետքա այդ բանավեճից դուրս գամ բայց այս բանավեճը ուրիշ մի հատ շերտ բացահայտեց գոնե ինձ համար որը ես միջևես այդ դիտանկյունից չէի նայել չէի նկատել որովհետեւ այդքան որ ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն բայց այս քննարկումը նաև ակնհայտ դարձրեց եւ նրբություններ բացահայտեց, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությունն է։ Որովհետեւ այն ինչ որ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է։ Այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը։ Դե հիմա Դաշնակցությունը եւ Հանրապետականը ԲՀԿ-ն պարզ է, բայց Հանրապետականը արդեն ինչպես հիշում եք, նախորդ խորհրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում իրանք պու էին, հիմա էլ դարձել են ուժեղ Հայաստան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար